Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել գինիների միջազգային համտես մրցույթի կազմակերպման նպատակով գումար հատկացնելու մասին։ Ես ուզում ենք զբոսաշրջային բումը երկրորդ կրկնապատկենք, հա, համեցեք։ Շնորհակալություն։ Ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև գինու արտադրության ծավալները ավելացնենք եւ արտահանում, պարոն վարչապետ։ Այս մրցույթը կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել գինիների միջազգային համտես մրցույթ է, համարվում է իր ձևաչափով եզակի եւ աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մրցույթն է ոլորտում եւ ունի ավելի քան 30 տարվա փորձ եւ ամեն տարի որևէ երկրում է ուրեմն անցկացվում եւ մեր տարածաշրջանում առաջի անգամ է անցկացվում, նախկինում անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում եւ աշխարհի այլ երկրներում։ 26 թվականին մրցույթ անցկացնելու հայտը շահել է Հայաստանի Հանրապետությունը, անցած տարի եւ Չինաստանում մենք վերցրեցինք այդ էստաֆետը, այս տարի տարբեր երկրներ լինելու են նաև, որոնք որ պիտի մասնակցեն եւ կհայտարարի կազմակերպիչը, թե որ երկիրն է հաղթելու։ Այս բանը դա ուրեմն հայտնի չէ եւ պետք է նշեմ, որ Հայաստանի հարուտ գինեգործական պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև վերջին տարիներին ոլորտում դինամիկ զարգացումները հաշվի առնելով միջազգային այս մասշտաբային միջոցառում կազմակերպելու նաև հնարավորությունը մրցույթի կազմակերպիչները որոշեցին Հայաստանի Հանրապետությունում անցկացնել մրցույթը եւ ընդ որում առաջին անգամ անցկացվելու է ոչ միայն մրցույթի կարմիր եւ սպիտակ գինիների փուլը, այլ նաև փրփրուն գինիների ուրեմն մրցույթի փուլը։ Եվ այդ նպատակով ընդունվել է կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026 գինու միջազգային համտես մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության 25 թվականի դեկտեմբերի որոշումը։ Մրցույթը կազմակերպվելու է մայիսի 19-ից 23-ը։ Մրցույթը կազմակերպվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին կմասնակցեն 65 երկրից շուրջ 400 գինու փորձագետ, մասնագետ, այդ թվում 120 գինու պրոֆեսիոնալ գնորդ, այսինքն օրինակ մարդիկ են գալու, ովքեր Եվրոպայում տասնյակ խանութներ ունեցող ցանցերի գլխավոր տնօրեններ են, մենեջերներ են, որոնք մասնակցում են, որպեսզի լավագույն գինիները ընտրեն եւ իրենք տանեն վաճառեն։ Սա մեկ։ Երկրորդը 200 գինու լրագրող, բլոգեր, սոմելե եւ բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետ, որոնք գնահատելու են ավելի քան 60 երկրի ավելի քան 8000 գինի։ 8000 գինու իրենք պետք է փորձեն, ես այդ process-ին Չինաստանում տեսել եմ, չեն խմում, բայց փորձում են համային զգայարաններով, ռեցեպտորներով, մի կում խմում են, հա, եւ որոշում են լավագույն գինիները։ Միջոցառման շրջանակներում կանցկացվի գինու գնորդների, վաճառողների եւ հայկական գինի արտադրողների միջև բիզնես հանդիպումներ, կազմակերպվեն այցեր գինեգործական շրջաններ, գինու գործարաններ եւ պատմամշակութային վայրեր։ Այցերը կուղեկցվեն մշակութային ծրագրերով, ներառելով ավանդական խոհանոց, ազգային երաժշտություն, ժողովրդական տոնախմբություններ։ Միջոցառման ընթացքում շուրջ 30 լրագրողի համար կկազմակերպվի այցելություններ ՀՀ տարբեր մարզերի, գինեգործարաններ, միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում Հայաստանի մասին հոդվածներ եւ ռեպորտաժների ստեղծելու եւ լուսաբանելու համար։ Սույն որոշման նախագծով նախատեսվում է էկոնոմիկայի նախարարության արդեն իսկ հատկացված միջոցներից 648 միլիոն դրամ ներառյալ ԱՀՀ-ն վերաբաշխել այս միջոցառման անցկացման համար եւ նշեմ, որ նաեւ մի քանի 100 միլիոն դրամ էլ նաև բիզնեսն է ծախսել եւ կծախսի։ Նշեմ, որ միջոցառման ընթացքում այց է լինելու Վայոց ձորի, Արմավիրի եւ Արագածոտնի գործարաններ, այգիներ, պատմամշակութային վայրեր, օրինակ Վայոց ձորի քարանձավ, Նորավանք, կոնյակի Երևանի կոնյակի գործարան, շրջագայություն Երևանում, որտեղ 4 տարբեր վայրերում հյուրասիրություններ են լինելու մեր գործընկերների համար, 120 գնորդի համար, այս շատ կարևոր է, պարոն վարչապետ, 120 գնորդ եւ Հայաստանի 50 արտադրող B2B հանդիպում են ունենալու մի քանի ժամ շարունակ եւ շատ լավ։ Պարոն Պապյան, հիմա այսինքն ես ինչքան հասկացա, միջոցառումը ցուցահանդես, վաճառք,
մրցույթ եւ բիզնես հարթակ, այսինքն այս 4-ը մեկտեղված է մի տեղ։ Վաճառքը այստեղ ինքը հետևանք է։ Վաճառք նկատի ունեն պայմանագրեր են կնքվում եւ այլն եւ այլն։ Պարզավոր ֆիզիկապես այդ ծավալի գինին տեղում չի լինում։ Այսինքն պայմանագրեր են կնքվում եւ բիզնեսները բանակցային հարթակներ են գինու վաճառքի, արտադրության, ներդրումների ոլորտում։ Միանշանակ եւ շատ կարեւոր է նաեւ, որ նաեւ ըստ էության մրցույթի արդյունքներին զուգահեռ եւ ամփոփումից հետո լինելու են B2B հանդիպումներ, այդ թվում մեր B2B, այսինքն բիզնեսը բիզնեսի հետ։ Մեր 50 արտադրողը 120 գնորդի հետ նստելու են մի ամբողջ օր հատկացրել ենք դրանց, որպեսզի իրենք կարողանան բանակցեն պայմաններ, գներ կարողանան։ Հələ կներեք այդ բանը մի հատ էլ։ Մեր քանի արտադրող, մեր 50 արտադրող։ 50 արտադրողներ ըստ էության ստացվում է, որ 120 դիստրիբյուտորի հետ գինիների նստելու են եւ խոսան հնարավորությունները եւ այդպես շարունակ։ Այո։ Շատ իսկ քանի մարդու եւ իսկ մասնակցի այցա նախատեսվում, պլանավորում, կանխատեսվում Հայաստանի Հանրապետություն։ Պարոն վարչապետ, մենք այս թվում շատ կոնկրետ գիտենք, որ ավելի քան 400 հոգի լրագրող, վաճառող, գնորդ, փորձագետ, սոմելիե եւ իրենք լինելու են զուգահեռ բնականաբար կազմակերպություններ իրենց հետ կարող են բերել աշխատակիցներ եւ այլն, բայց նաեւ մենք սա միջոցառման հեռանկարն ավելի շատ են գնահատում, քան բուն օրերի ակտիվությունը, ինչը իհարկե շատ կարևոր է, որովհետեւ սրա արդյունքում միայն հետո 3 օր մնալու է 30 լրագրող Հայաստանում, շրջեն Հայաստանի գինեգործական տարածքներով եւ իրենք հետո հոդվածներ են տպագրելու եւ սա պայմանագրային պարտավորություն է։ Այ 648 միլիոնի մեջ նաեւ այդ ծախսերն են ներառված։ Շատ լավ, շատ լավ։ Կան դիտարկումներ, հարցեր, հարգելի գործընկերներ, չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Պարոն Պապայան, երբ է լինելու միջոցառումը։ Հյուրերը, եթե 19-ից 23-ը, որ ամսվա։ Մայիսի։ Մայիսի 19-ից 23-ը, բա գինու օրերը երբ են ստանում։ Գինու օրերը հունիսի սկզբի օրերն են լինելու։ Հունիսի սկզբի օրը։ Այո։